Բարի ողջույն սիրելի բարեկամներ, կրկին եթերում AMJ հեռուստաընկերության ոսկե սրինգ հաղորդաշարն է։ Երգը մարդու հոգեկան ապրումներն են, որի միջոցով երգիչը փորձում է այն մատուցել հանդիսատեսին, իսկ իմ հյուրը, ում կներկայացնեմ շուտով, իր գերազանց կոլորոտորային տեխնիկայի և անզուգական ձայնի շնորհիվ դասվում է աշխարհի եզակի դասական երգչուհիների շարքին։ Նրա եզակիության ապացույցն է ձայնի տաք զգացմունքային երանգը և թափանցիկ մաքրությունը։ Եվ այսպես, թույլ տվեք ներկայացնել Կալիֆոռնիայի սոխակ միջազգային մրցույթների դափնեկիր Անահիտ Ներսիսյան։ Բարի երեկո, սիրելիներս։ Շնորհակալ եմ, Ռուբեն ջան, դա ձեր մասնակի կարծիքն է եւ կարծում եմ որոշ հանդիսատեսի աշխատում եմ լավագույնս անել, որովհետեւ բեմը թույլատրում է այդ եւ պահանջում է ավելի ճիշտ այդ, որ լինես անկեղծ եւ ներկայացնես քո լավագույն հատկանիշները։ Քո անցած ճանապարհը ես վաղուց գիտեմ, մենք իրար հետ ենք սկսել եւ հիշում եմ ինչ նիհարիկ, գեղեցիկ, ինչ նազուկ աղջիկ էիր եւ բեմի վրա երբ որ դուրս էիր գալիս, ոչ միայն ձայնը, այլև տեսքն էր ասում իր մասին։ Հիմա տեսքը նույնպես ասում է, բայց ավելի գեղեցիկ կերպով։ Դարձյալ նազուկ եմ կամ նազիկ եմ, չգիտեմ։ Տանը նազիկ են ասում։ Բայց երևի թե ավելի շատ հոգով, որովհետև ավելի շատ փխրուն եմ, զգայուն եմ դարձել։ Ֆիզիկական նազիկությունը դարձել է հոգեկան նազիկություն, հոգեկան աշխարհի նազիկություն։ Եվ կարծում եմ, որ դա մարդու ավելի գեղեցկացնում է, որ ինքը շատ զգայուն է եւ անտարբեր չի ոչինչի նկատմամբ։ Իմ երգերն էլ կարծես թե մեծամասամբ կազմված են այդպիսի երգերից, որտեղ կա բանաստեղծական մեծ խոսք։ Երգը դա բանաստեղծության երգային տեսակն է, խոսք ասելու մի տեսակ է։ Եվ կատարողական արվեստը դա սքանչելի երևույթ է, երբ որ պահի վրա ներգործում ես եւ պահի վրա խոցում ես այն գեղեցիկ հոգիները, ովքեր որ նստած են դահլիճում եւ դրանից դու ինքդ հաճույք ես ստանում։ Հրաշք արտահայտություն, գեղեցիկ հոգիներ։ Ես այսքան ժամանակ դեռ ոչ մի երգչի կամ երգչուհի կողմից չի լսել այլ գեղեցիկ հոգիներ։ Ուրեմն ես հասկացա ինչն է պատճառը, երբ որ մենք բեմ ենք դուրս գալիս եւ բեմի վրա մենք երգում ենք հենց այդ գեղեցիկ հոգիների համար։ Այնպես որ մեր սոխակը ձեզ մեծ կոմպլիմենտ արեց, գեղեցիկ հոգիներ։ Դե ինչ, այս հնարավորությանը, այսպիսի երգչային վարպետության հասնելու համար պետք է աշխատանք, բայց աշխատանքի հետ միասին նաև ժամանակ։ Ինչքան ժամանակ է, որ դուք բեմի վրա եք։ Չեմ հիշում, բայց ինչքան որ իմ գիտակից ուղեղը կա, ինչքան որ իմ գիտակից կյանքը կա, ես երգում եմ։ Իսկ ձեր առաջին բեմ ելը հիշում եք։ Անցյալ օրը այդպիսի բան անցավ ինձ մտքիս մեջ, որ առաջին բեմելը չեմ հիշում, բայց ես շատ սիրում էի մանկապարտեզ, շատ էի սիրում, որտեղ ես թաքուի էի ինձ երևակայում, ունեի ձայն եւ ուզում էի հիացնել։ Եվ ինձ համար մեծ ցավ էր, որ ես մանկապարտեզը պիտի թողնեմ գնամ դպրոց։ Եվ վերջին հանդեսն եմ հիշում։ Առաջի բեմելս երևի վերջին հանդեսը այդպիսին համարենք, որտեղ ես իմ լավագույն դրսևորումը ցույց տվեցի, որպեսզի հիացնեմ եւ նրանք փոշմանեն, որ ինձ թողնում են դպրոց գնամ, բայց փոքր էի չէի հասկանում։ Բայց հետաքրքիր է, ես ինչքան երեխա եմ հիշում, այսինքն արդեն մեծացել են բոլորը, մեծ դժվարությամբ էին մանկապարտեզ գնում շատերը։ Մանկապարտեզը շատ հրաշալի մի վայր է։ Ուրեմն ձեր դաստիարակչուհին ինչ որ մի ջերմություն ունեցել է, այսինքն հնարավորություն տվել է, որպեսզի դուք ավելի մոտ կանգնեք այն արվեստին, որին դուք պետք է արդեն նախավ գնայիք արդեն ապագայում։ Գուցե, բայց
Երբ որ մանկապարտեզում ավելի շատ շեշտված են խաղերը, որ մենք պետք է խաղայինք, եւ քույրիկս էր հետս Վարսիկը եւ այլ իմ լավ ընկերներ, որոնք որ այո կան մինչեւ օրս ու շփում էլ կա, դա խաղալ շատ էի սիրում։ Բեմարվեստը։ Երևի թե։ Այսինքն Աստծո կողմից ոնց որ մամայի, պապայի եւ Աստծո կողմից դուք օժտված եք եղել հայց այդ արվեստի շնորհքով, բայց արդեն ձայնի միջոցով։ Դուք ես նոր մի քիչ առաջ նշեցի, որ դուք արժանացել եք միջազգային մրցույթների դափնիներին, դուք կարող եք համառոտ ասել, ինչ ձեր համար ամենալավ մրցանակները որոնք են եղել։ Մրցույթի մասնակցելը դա պարզապես դա ապագար չէր, որ ուզում էի կերտել, պարզապես ուզում էի ինքս համոզվել, որ ես արդեն կարող եմ նորից շարունակել, կարող եմ մրցել, կարող եմ դեռ բեմի վրա ուժու կարողություն եւ այլն, որտեվ ձայն նշանակում է ֆիզիկական առողջություն, ձայն նշանակում է, որ դու այնքան զգոն լինես, այնքան ի վիճակի լինես շատ աշխատանքի, դա շատ կարևոր բան է։ Դրա համար մրցույթները կարող է լավ մրցույթը Բերի Ալեքսանդրը վերջին մրցույթը, երբ որ ես ստացա 50 տարեկան հասակում, դա աշխարհահռչակ մրցույթ էր, մրցանակ էր, որտեղ աշխարհի զանազան ծայրերից մասնակցում էին։ Ես գրավեցի առաջին տեղը այստեղ Ամերիկայի մրցանակներում Նյու Յորքում։ Եվ ինձ հետ էր նաև մեր շատ սիրելի մայստրո Լևոն Աբրահամյանը։ Ես այնպես դասավորեցի եւ այնպես խնդրեցի իրենց, որ ես իմ դաշնակահարի հետ եմ գալու, որ իրենց դաշնակահարի փոխարեն լինի մեր աննման Լևոն Աբրահամյանը։ Եվ հետաքրքիր էր, այո։ Շատ հետաքրքիր, բայց բացի երաժշտական մրցանակներից կա ինչ-որ մի մրցանակ, որը դուք ստացած լինեք, թեկուզ կառավարության կողմից կամ ինչ-որ մի որևէ մի կենտրոնի կողմից կամ Պարքևավճարը մեր մրցանակները տարան ուրիշին։ Չէ, մեզ ժամանակին միշտ վերում էին գովասանագիր էին տալիս, Պարքևավճարը անցնում էր մտքի մեջ, ասում եմ, մի հատ տողատակին։ Չէ, դե մեր համար մենք որպես արվեստի գործիչ բեմի մարդ, մեզ համար իհարկե դա շատ հաճելի էր, երբ որ ինչ որ նույնիսկ եթե այսօր կարծես մենք դրանով լիսկավորվենք, դա շատ անպայման ես շատ եմ ափսոսում, որ դա մրցանակները դուրս եկան ասպարեզից, կոչումները դուրս եկան, որովհետև խեղճ մարդիկ արվեստագետները միշտ եղել են խոցելի տարածք, ում կարող էին մեկ խոսքով հիվանդացնել, մեկ խոսքով կարող էին ճանապարհ դնել դեպի մեծ բեմից դեպի դուրս, դա շատ ցավոտ է։ Եվ դա այդ մրցանակները գոնե այդ այո, կոչումները գոնե, ասենք, իրենց հանգստացնում էր, որ իրենք գործնեություն են ծավալել։ Ընդհանրապես, հարց տամ ձեզ, դրամական ոչ մի բան չկա։ Հենց այդ կապված կոչումներին, արդյոք կոչումները չորակազրկեց ամեն ինչը։ Չէ՞ որ այսօր կոչումները չկան, ավելի ճիշտ չեն գնահատվում ճիշտ արվեստի այն գործիչները, որոնք պետք է գնահատվեին։ Թեկուզ ես օրինակ միշտ կողմ եմ եղել սովետական միության ժամանակ ցենզուրան շատ ճիշտ էր դրված։ Եվ բոլորը ստանում էին իրենց արժանը։ Հիմա այսօր ինչ է կատարվում։ Փաստորեն այն արվեստը, ես ձեր հոգոցը լրիվ ընդունում եմ, այն արվեստը, որը պետք էր լիներ բեմից հնչեր, այսօր կարծես թե ընդհանրապես հետ է գնացել, իսկ այն արվեստը, որը հնչյունքների ժամանակ էր, այսօր եկել է մեծ բեմեր։ Ընդհանրապես ես շատ եմ սիրում կարգուկանոն, շատ եմ սիրում կարգապահություն, արվեստում պետք է լինի զինվորական կարգապահություն։ Պետք է լինի խումբ մարդկանց, ովքեր բազմաթիվ, այսինքն արվեստագետը պետք է անցնի նրա աշխատանքը պիտի անցնի բազմաթիվ էտապներ, որ արժանանա։ Ցենզուրա, որոշ կար ժամանակ։
Եվ ընդհանրապես կյանքն էլ է այդպես, ժակ կար, տեսակ կար, կարգ ու կանոն կար, երեխաները դեռ չգնացած կոնսերվատորիա եւ ուսումնարան, նրանք անպայման պետք է երաժշտական դպրոց գնային, պետք է զարգանային, կարող է չլինեին լավ դաշնակահարներ կամ լավ, բայց կլինեին կիրթ հանդիսատես, որից որ շատ բան է կախված։ Բայց չեմ ուզում այդ թեմաներին երկար բարակ անցնելու, որովհետև դա կոչվում է կյանք։ Մենք ցավոք արվեստագետները հարվածվում են տնտեսական եւ քաղաքական այլակերպություններից շատ են հարվածվում եւ այդ հարվածը սասանում է, այդպես կարծես դղրդոցի նման սպանում է արվեստը։ Մենք պետք է լինենք շատ կայուն, որ կարողանանք դիմանանք, տեսնենք ում ձերքի տակ ենք, որ դիրիժորի տակ ենք, ձերքի տակ ենք երգում կամ որ ինչ խմբում ենք, ինչ ենք, մենք այստեղ ինքներս ենք կազմակերպում։ Չէ, արդեն դասական բանը խումբը, սիմֆոնիկ օրկեստրը եւ կամերային օրկեստրը դա մեզ համար այստեղ կարծես երազանք է, երազանքն է, որ մենք կուզեինք լիներ գործիքների նվագակցությամբ երգել, ինչևէ։ Քանի որ մենք խոսեցինք արվեստի մասին, բեմի մասին եւ երազանքի մասին, հիմա ես ձեզ հարց եմ տալի, այն երազանքը, որի համար մենք հավաքվել ենք այստեղ, չմոռանանք ինչի համար ենք հավաքվել, այս պաստառը այստեղ որ կա, մեր կայանալիք, ավելի ճիշտ, ձեր կայանալիք համերգը, մեր տեսողական, այսինքն ներկա գտնվելով դալիճում։ Դա ինչ, մինչև Անահիտ Ներսեսյանը կասի մանրամասն, ես ներկայացնեմ Անահիտ Ներսեսյանի համերգը եւ հետաքրքիր է գրած Անահիտ Ներսեսյան and Friends ապրիլի 3-ին 5 շաբթի 2025 թվական, քանի որ մենք 2025 թվականին ենք 7:30 եւ խնդրում եմ ոչ մեկը չուշանա Glendale Presbyterian Church եւ հետաքրքիր է նայ այդ Լուիսի վրայի եկեղեցին, որ այսպես բան կա մարդու վրա հագուստն է կարած, իսկ որ դու դուրս ես գալիս հենց այդ եկեղեցին, կարծես քեզ համար կառուցված եկեղեցի լինի եւ չնայած այսպես մի բան կա, ասում եմ նորմալ երգիչը եթե երգում է որ դալիճում ուզում ես նրան լսի, նրա ձայնը լսվելու է մինչև վերջին հանդիսատեսը։ Եվ խնդրում եմ մի քիչ մանրամասն այս համերգի մասին, քանի որ այստեղ կա Հակոբ Խալացյան, ես Հակոբին առաջի անգամ հիմա եմ իր ավելի ճիշտ երբ որ ծանոթացրեցի, առաջի անգամ սկսեցի ծանոթանալ, ինչի որտեղ մենք իրան գիտեինք որպես Սայաթնովա, մեր կոնսերվատորիայում բոլորը իրան ասում էին Սայաթնովա։ Եւ ինձ համար դա շատ հետաքրքիր անակնկալ էր, երբ որ իմացա, որ ձեր քեռոտ տղան է։ Մամա երաժշտական գերդասան ունենք։ Մենք երաժշտական ցեղ ենք։ Եվ նրա տղան Ստեփան Խալացյանը, որ այստեղ է գտնվում, եւ այն նախնիներով ումից ստացել ենք մենք ժառանգություն, ես գիտեմ, որ իմ տատիկս եղել է եկեղեցական երգչուհի, նրա հայրը կղերական եւ նրանք քարոզներ, երգեր, այդպիսի բան, հայրիկիս կողմն էլ եղել են դերասաններ, հենց Սայաթնովա ֆիլմի մեջ Աշուղ Դոստին, մեր բարեկամն Արևշատյանը։ Աշուղ Դոստին։ Այո, ուզում ասեմ, որ դերասանների, արվեստագետների, երաժիշտների ցեղ ենք։ Բայց բոլորս ամեն մեկը եւ Հակոբը եւ ես եւ բոլորը Ստեփանը եւ ովքեր որ կան բոլորը մեր անհատական ուժերի շնորհիվ ենք կայացել որպես երաժիշտներ։ Թվով որ երրորդ համերգն է այստեղ։ Շատ չեմ կարող ասել, շատ։ Չէ, շատ։ Չի երիկի։ Չի երիկի, շատ, այո։ Բազմաթիվ համերգ։ Բազմաթիվ հայ, այո։ Տարբեր ժանրերի։ Հիմա վերադառնանք այս համերգին, այս համերգի մեջ ելույթ ունենալու Հակոբը, բացի Հակոբից որևէ Այո, կան լավ երաժիշտներ կան անհատական կատարողներ, անակնկալներ կան, այո։ Իմ հանդիսատեսը գիտի, որ ես անպայման պետք է բացառիկ երաժիշտների թողնեմ, որ բարձրանան բեմ,
որովհետև ես ոչ միայն այդ հարցում եմ խիստ, նաև խիստ եմ ինքս իմ հանդեպ։ Կամերային դասական ոչի Ոչ, կարող են լինելու է գործիքներ, տարբեր երաժիշտներ, տարբեր անհատական կատարումներ։ Հա, որովհետև այստեղ կա ժողովրդական գործիք, քյամանչա դրա Այո, համար։ եւ հետաքրքիր է այս անգամ մենք ունենք ստեղծագործություն, որը գրված է, որի մեջ մասնակցելու է երգեհոն, քամանչա, ձայն։ Երբեք չեք պատկերացնի, որովհետև սա նորություն է եւ ընդհանրապես իմ բոլոր ծրագրերը ամեն անգամ թարմանում են, նորանում են։ Սայատնովա երգելու ես։ Այո։ Դա լիմացանք, կարևոր է դա լիմացանք։ Դուք ինձ բան արեք, իմաստվեք, ես հարցերը կտամ, թե ինչ։ Ես տանում եմ ձեր բոլորի էներգիան, ես տանում եմ եւ հարցերը անպայման կտամ, ինչ որ կուզեք։ Երազանքներ։ Ունենք երազանքների գիրկը, բայց մինչև երազանքների գիրկը ընկնելը, սիրելի Անահիտ, ում եք պարտական այս շքեղ ձայնին տիրապետելու եւ թեկուզ դառնալով Կալիֆոռնիայի սոխակ մեզ համար։ Չգիտեմ, ինձ երևի սա միակ մասնագիտությունն է, նորություն ասած չեմ լինի Ռուբեն ջան, որ այն որ ժողովուրդ ասում է Աստծո տվածը պետքա լինի։ Պետք է լինի, բայց դա շատ քիչ է։ Ես չափազանց շատ սիրում եմ պարապել, շատ, ոչ թե դա պարտականություն եմ համարում, դա իմ կյանքի մի մասն է։ Եվ ես անդադ որոնումների, անդադ փնտրտուքի մեջ եմ եւ կարծես թե ժամանակը կողքովս անցնում է եւ չեմ հասկանում, որ արդեն ուր եմ հասել, բայց երբ որ տեսնում եմ, որ դեռ կարող եմ, աշխատում եմ օգնել մարդկանց այն առումով, որ տեսեք, ասում եմ գեղեցիկ հոգիներ, չէ, բայց դա պատահական խոսք չէր։ Այն մարդը, որը գնահատում է իսկական արվեստը, այն մարդը, որը գալիս է դահլիճ եւ ուզում է լսել դասական երգարվեստ, նրա հոգին հաստատ գեղեցիկ է։ Նա անհատական մարդ է, անհատ մարդ է, որովհետեւ նա ընտրում է, նա հասկանում է, եսեք պատերազմից հետո ես որոշել էի չերգել, որովհետեւ շատ ցավոտ էր։ Հետո շատ արագ փոփոխվեց իմ մտադրությունը, որովհետև հասկացա, որ մեզանից յուրաքանչյուրը, ոչ միայն ես, ովքեր կարող են երգել կոմիտաս, կարող են երգել մեր ոսկյա գանձարանից ստեղծագործություններ, շարականներ, մեր իսկապես ոսկյա գանձարանից ռոմանսներ, երգեր, նրանք պետք է պարտադիր ելույթ ունենան։ Դա ինձ չի միայն վերաբերում, որտեվ դա մեր անձնագիրն է։ Մենք դրանով հանդես ենք գալիս որպես ազգ։ Մենք պարտավոր ենք պահել այդ գիծը, որտեվ աշխարհը խառնվել է եւ տնտեսական, քաղաքական պատմությունները նորից կերել են մեզ։ Բայց միևնույն է անհատների միջոցով են ճանաչում ազգը։ Ազգը, իհարկե։ Եվ եկեք լինենք ազգակրոն։ Ազգակրոնը դա ինչ է նշանակում։ Սիրել ազգը։ Եթե դու ազգդ սիրում ես, ապա ամեն ինչ անում ես ազգիդ համար։ Յուրաքանչյուր ոք, ձեր թոռները, ձեր երեխաները, հարևանները օգնեք, որպեսզի իրենք կայանան կյանքում, որովհետև նրանք կայանալով կյանքում բարձրացնում են հայ ազգը։ Դա ամենակարևոր բանն է։ Սիրելի Անահիտ, Հաջան, եթե ծնվեիք, նորից ծնվեիք, ինչ մասնագիտություն կընտրեիք։ Հա, արդեն բարդ հարց է, որովհետև Աստված, որ քեզ տալիս է շնորհքներ, մի քանի հատ է տալիս։ Եվ ես այն ժամանակ, երբ որ որոշում էի դառնալ երգչուհի, մտածում էի, կարող է գեղանկարչուհի ավելի լավ դառնամ։ Մտածում էի, բայց քանի որ նկարել գիտես։ Գծմծել։ Ես դա չգիտեմ։ Ուզում ասեմ, որ եթե առողջություն ունենայի, նորից երգչուհի կդառնայի, բայց նաև կաշխատացնեի երկրորդ գիծը, որ գուցե Աստված ինձ խղճացել է, ասել է, որ հետո, երբ որ
դու ուժերդ հատնի, որովհետև ձայն առողջությունը լիմիտ ունի, ուզենք թե չուզենք։ Այն ժամանակ կզբաղվեմ երկրորդ շնորհքով։ Սիրելի Անահիտ, իմացած եղիր, որ երգիչները միշտ ունեն երկրորդ շնորհքը։ Մեկի մոտ ի հայտ է եկած, մեկը ուղղակի չի զբաղվում դրանով։ Տեսեք մեր երգիչներից, վերցնենք տարբեր թեմը, Բարսեղ Թումանյան հրաշալի նկարում է։ Հենրիկ Ալավերձյան հրաշալի նկարում է, ես նկարել չգիտեմ։ Ամեն մեկս ինչ որ Բայց ես անցյալ օրը քեզ նախանձեցի։ Լավ է, լսում եմ ձեզ։ Որովհետև այն մանկավարժությունը դուք հիանալի մանկավարժ եք, որովհետև դա իսկապես Աստծո տված պետք է լինի, որովհետև ասեն չեք պատկերացնում ինչքան ես հանդիսատեսին եմ ասում, հեռուստադիտողներին եմ ասում, թե ինչքան մեծ ջանքեր է պահանջվում, երբ որ դու երեխայից հղկում ես ապագա երգիչ, երաժիշտ, դա մի հատ առանձնահատուկ շնորհք է։ Եվ անցյալ օրը մենք ունկնդրեցինք ձեր բալիկներին, մեկը մեկից հրաշալի երեխաներ են։ Դրանց մոտ, գիտեք, սիրելի հեռուստադիտող, շատ երեխաներ կան, ովքեր որ ձայն ունեն, բայց ամաչում են, այ պետք է հաճախեն, պետք է գան լավ դասատուների մոտ Հանձինս Ռուբեն Թելունցին եւ այնտեղ իրենց մոտ կարթնանա իրենց շնորհքը, անպայման ձայն արթնանալու հատկություն ունի։ Ձայնը երբեք չի վնասվում, երբես միայն այն ժամանակ է վնասվում, երբ որ առողջական է քայքայված։ Բայց հիմնականում թող կատարվեն մեր բալիկների երազանքը, նրանք շատ սիրում են երգել, գալիս են ինձ մոտ ուզում են երբեմն այս ֆիլմի մուլտից երգել, այն այսպես մեկ էլ լսում են դասական երգեցողություն, ասում են I love opera։ Իրանց մոտ հայտնաբերում են, որ իրենք օպերա են սիրում, դա ինձ արտահայտելու ձևը օպերան է։ Բայց ուսանող ունեք, որ ով երգել է։ 38 ուսանող եմ ունեցել, Եվ հիմա նստել եք ինձ եք գովում, հա։ 38, որտեղ աշխատում էի դպրոցներում եւ դպրոցներում երբ որ հոգնեցի միայն մի պարզ պատճառով, որ կան վճարունակ երեխաներ, բայց ուզում են երգել, բայց վճարուն չունեն այդ տված շնորհքը։ Ես հոգնեցի եւ ասեցի, որ պետք է միայն անհատների հետ պարապեմ, ովքեր որ սիրում են երգը եւ կարող են բեմեր պատրել։ Դե ուրեմն սիրելի անհատներ։ Ուրեմն սուսուփուս առաջ աչ ու ձախ կողմ նայելու, բավականին երկար ժամանակ կա, բայց եւ այնպես մի ակնթարթ անցնում է։ Ապրիլի 3-ին 2025 թվականին օրը 5 շաբթի երեկոյան 7:30 գեղեցիկ մի երեկո դուք պետք է վայելեք Անահիտ Ներսիսյանի համերգը եւ անպայման եկեք այդ անհատների հետ, երեխաների հետ, որպեսզի երեխաները հասկանան թե ինչ է ճիշտ արվեստը, որովհետեւ այսպիսի բացառիկ համերգներ այսօր շատ քիչ է։ Պատճառները չեմ էլ ուզում ասեմ, բայց մի հատ վերջին հարցս ես կտամ իմ Անահիտին։ Անցնելով դույին, որտեվ սաղ կյանքը մենք իրար հետ խոսացել ենք դույով։ Ունես երազանք։ Վերջում պիտի ցավացնեիր։ Լավ եմ անում։ Մենք բոլորս մեր բոլորի երազանքը դարձել է մեկը՝ խաղաղություն։ Բոլորի երազանքները բարձրացան երկինք եւ կազմեցին միասնություն։ Մենք երազանքների առումով միասնական ենք։ Եվ մենք արտանալու դա ենք։ նշանակում է միայն խաղաղություն։ Ես ուզում եմ, որ մեր իմ ազգը լինի ապահովված։ Որ մարդիկ ժպտան իրար։ Ես հարցը տվեցի, ստացվեց, որ դու ինձ ցավացրեցիր։ Ես քեզ չցավացրեցի, դու ինձ ցավացրեցիր, ասելով ճշմարտությունը։ Դե ինչ սիրելի բարեկամներ, թող այս Մարգարիտե արցունքները, որոնք թափվում են Անահիտ Ներսիսյանի աչքից, ժամանակին լինի ուրախության,
երջանկության արդյունքներ։ Որ մեր մատղաշ զինվորները գերությունից վերադառնան։ Դե ինչ, կավարտեմ հետևյալ խոսքերով. խաղաղություն ամենեցուն։ Միշտ նոր հանդիպում, սիրելի բարեկամներ։